Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համառոտ։ Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Արցախի նախկին քաղաքական ղեկավարության դեմ ընթացող դատական գործընթացը, որի ժամանակ Արցախի նախկին պաշտոնյաները տարբեր ցուցմունքներ են տվել։ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների եւ նրանց դեմ ընթացող կեղծ դատավարությունները դարձել են նաեւ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի քննարկման թեմա։ Հայաստանի ազգային ժողովի պատվիրակությունը բարձրաձայնել է բոլոր մտահոգությունները։ Վահագն Խաչատուրյանը, որն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է, ամենամյա ներդրումային համաժողովին ունեցած ելույթում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Միացյալ Նահանգների կողմից անցած շաբաթ սահմանված մաքսատուրքերի հետևանքով աշխարհի գրեթե բոլոր ֆոնդային բորսաներում անկում է արձանագրվել։ Կտրուկ նվազում է արձանագրվել նաև կրիպտո արժույթի շուկայում։ Տարբեր երկրներ արդեն իսկ հայտարարել են պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ուկրաինայի նախագահը պնդում է, որ երկրի արևելքում Ռուսաստանի կողմից նաև չինացիներ են կռվում։ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով օրերս ուկրաինացի զինվորականները երկու չինացի զինվորականների են գերեվարել։ Օրվա միջազգային լրահոսը։ Ապրիլի 8-ից 10 ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանի զատման եւ գծման նախորդիվ կատարված աշխատանքների ընթացքում ականազերծվածականների պայթեցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը, տեղի բնակչությանը խնդրելով ընդունել ի գիտություն։ Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Արցախի նախկին քաղաքական ղեկավարության դեմ ընթացող դատական գործընթացը, որի ժամանակ Արցախի նախկին պաշտոնյաները տարբեր ցուցմունքներ են տվել։ Դատական նիստին մասնակցում էին նաև մեղադրյալների պաշտպաններն ու թարգմանիչները։ Բաքուն շարունակում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ իրականացվող ֆարսը։ Այս անգամ հերթը Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի դեմ հարուցված շինծու գործերով քրեական դատավարություններ, որի ժամանակ նախկին պաշտոնյան ցուցմունք էր տվել, հայտարարելով, թե դեմ է եղել հայերի ադրբեջանական հասարակության մեջ ինտեգրմանը, քանի որ դա հնարավոր չէր։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Բաբայանը նաև նշել է, որ Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը եւ Արցախի մյուս ղեկավարները նույնպես դեմ են եղել ինտեգրմանը, պատճառը նույնն է եղել։ Բաբայանը խոսել է նաև Ռուբեն Վարդանյանի հետ հարաբերություններից, նշելով. Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ճանաչում եմ 2007-2008 թվականներից։ Հետագայում մեր միջև ձևավորվել են գործնական հարաբերություններ։ Վարդանյանը եղել է հայկական Սփյուռքի առանցքային ներկայացուցիչներից մեկը։ Նա ասել է նաև, որ Արցախի պետական կառույցների կայքերը գրանցված են եղել Հայաստանի դոմենային գոտում։ Այնուհետև պետական մեղադրող Տարան Մամեդովան հարցեր է ուղղել հայ գերիներից Մադադ Բաբայանին։ Վերջինս ասել է, որ 1990-ականներին ծառայել է Աղդամի շրջանում։ Ըստ ադրբեջանական Ազերթաժ լրատվականի Մադադ Բաբայանն իբրև հայտնել է, թե գերեվարվելու պահին զենք է ունեցել։ Հարցաքննել են նաև գերիներից Գարիկ Մարտիրոսյանին։ Նա պատմել է, որ 1993 թվականին միացել է հայկական բանակին, մասնակցել է Ասկերանի շրջանի մարտերին, մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին։ Ապրիլի 8-ին էլ Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է օկուպացված Արցախի հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը։ Նշենք, որ նախորդ նիստին ցուցմունք էր տվել ավելի քան 20 տուժող։ Նրա դեմ շինծու գործը քննվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ գործից առանձնացված։ Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է խոշտանգումների, շահադիտական գործունեության, պատերազմի օրենքների խախտման, ահաբեկչության ֆինանսավորման համար։ Շինծու դատավարության գործընթացը մեկնարկել է հունվարի 17-ին։ Հիշեցնենք, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների եւ քաղաքացիական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է ահաբեկության, ռազմական հանցագործությունների, ցեղասպանության եւ այլ հանցանքների համար։ Իսկ մյուս գերիների դեմ դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 10-ին։ Թե միջազգային հանրությունը, թե Հայաստանի իշխանությունը բազմիցս ահազանգել են, որ Բաքվում պահվող Արցախի քաղաքական ղեկավարության անդամները բազմաթիվ ճնշումների են ենթարկվում, այդ թվում հոգեբանական եւ ֆիզիկական կտտանքների, ուստի նրանց հայտարարությունները որպես հավաստի տեղեկություն չի կարող ընդունվել։ Ի դեպ, BBC Կովկասյան թղթակից Ռեյհան Դեմիտրին ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի եւ այդ թվում Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի եւ հայ գերիների ճակատագրի մասին, նշելով, որ նրանք կարող են դուրս մնալ խաղաղության համաձայնագրից։ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, սակայն նրա միլիոնները օգուտ չունեն այժմ, երբ նա հարևան Ադրբեջանում ցմահ բանտարկության հեռանկարի առջև է կանգնած։ Կովկասի այս երկու հարևան երկրները համաձայնվել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տասնամյակներ տևող հակամարտությունը դադարեցնելու համաձայնագրի տեքստի շուրջ, սակայն հայ գերիները դատվում են Բաքվի ռազմական դատարանում մեղադրվելով պատերազմական հանցագործությունների համար։ Ըստ պարբերականի խաղաղության համաձայնագրի մանրամասները դեռ չեն հրապարակվել, բայց պաշտոնյաները նշում են, որ նախագծի տեքստը չի ներառում բանտարկյալների ազատ արձակման հարցը կամ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրենց տները վերադառնալու իրավունքը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։
Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների եւ նրանց դեմ ընթացող կեղծ դատավարությունները դարձել են նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի քննարկման թեմա։ Հայաստանի ազգային ժողովի պատվիրակությունը բարձրաձայնել է բոլոր մտահոգությունները։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը հավաստիացրել է, թե անում է հնարավորը Բաքու այցելելու եւ հայ գերիների հարցը տեղում քննարկելու համար։ Նա նաեւ խոսել է Արցախ հայերի հայրենիք վերադառնալու իրավունքի մասին։ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում քննարկվել է Հարավային Կովկասում մարդու իրավունքների վիճակը եւ այդ համատեքստում անդրադարձ կատարվել հայ ռազմագերիների եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջոլհակյանն այստեղ բարձրաձայնեց էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող ամոթալի դատավարության մասին, նշելով նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող ամոթալի դատավարության մասին միջազգային հեղինակավոր տարբեր կառույցներ ու կազմակերպություններ պարբերաբար մտահոգություններ են հայտնում, մասնավորապես նրանց նկատմամբ իրականացվող խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի հետ կապված։ Ադրբեջանը նույնիսկ հայտարարել է երկրում Կարմիր խաչի գործունեության դադարեցման մասին։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը Մայք Օֆլահերթին նույնպես մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի եւ ընթացող կեղծ դատավարությունների հետ կապված։ Նա հայտարարեց, որ հայ բանտարկյալների կալանքի տակ պահվող հայերի հարցն իր համար առաջնահերթություն է։ Մենք պետք է լրջորեն հոգ տանենք տարածաշրջանում մարդկանց իրավունքների մասին, միաժամանակ երաշխավորելով այն մարդկանց հնարավորությունները, որոնք ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ Սա վճռորոշ դերակատարում կունենա երկարաժամկետ հեռանկարում։ Ինձ համար ողջունելի է, որ Հայաստանն ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։ Ես կօգտագործեմ իմ մանդատն ու ամբողջ գործիքակազմը պաշտպանելու մարդկանց իրավունքներն ամբողջ աշխարհում, այդ թվում Հարավային Կովկասում։ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը հավաստեց նաև, որ պատրաստվում է այցելել Ադրբեջան։ Ես այցելում եմ Հարավային Կովկասի տարածաշրջան, մոտ ժամանակներում ներառյալ Հայաստան, որտեղ մարդու իրավունքների ոլորտում կան ինչպես դրական առաջընթացներ, այնպես էլ որոշ մտահոգիչ միտումներ։ Ես ուշադիր հետևում եմ այնտեղի զարգացումներին, ներառյալ խոսքի ազատության եւ դատարանների անկախության ապահովման հարցերին։ Հանձնակատարի գրասենյակը պատրաստ է աջակցել Հայաստանին մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարտավորությունների լիարժեք իրագործման հարցում։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարից հետաքրքրվեց, թե ինչ քայլեր կձեռնարկի Բաքվի կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ գնահատականներ տալու եւ այնտեղ հայ գերիների նկատմամբ արդար վերաբերմունքն ապահովելու համար։ Մայք Օֆլահերթին ասաց, որ նրանց հարցն իր համար առաջնահերթություն է։ Ես հետևում եմ Բաքվում պահվող բանտարկյալների վիճակին, նրանց մասին քննարկումներ ունենում Ադրբեջանի կառավարության հետ։ Հենց այս նպատակով էլ պատրաստվում եմ այցելել նաև Ադրբեջան։ Այցի ժամկետները հստակեցնելու համար արդեն 2 անգամ դիմել եմ, բայց անհրաժեշտության դեպքում կդիմեմ նաև 3-րդ եւ 4-րդ անգամ։ Նրա հավաստիացմամբ ԵԽԽՎ-ում շարունակում են ուշադրություն դարձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Դեռ 2024-ի վերջերին ԵԽԽՎ որոշ պատգամավորներ առաջարկել էին նոր բանաձևեր, որոնք անդրադառնում էին Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ներխուժման փաստերին եւ պահանջում էին այդ գործողությունների միջազգային իրավական գնահատում։ Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության անդամ Ռիփսիմե Գրիգորյանն էլ նիստում անդրադարձ կատարեց Հարավային Կովկասում խաղաղության հաստատման խնդրին, խոսելով տարածաշրջանում զարգացումների եւ խաղաղության հասնելու Հայաստանի ջանքերի մասին։ Նրա խոսքով Հարավային Կովկասում կայունությունից կշահեն հարևան բոլոր երկրները։ Նա հիշեցրեց ինտենսիվ բանակցություններից հետո Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման մասին։ Միաժամանակ նշելով, որ հայկական կողմը ցուցաբերել է համբերատարություն եւ անկեղծ հավատարմություն խաղաղության օրակարգին։ Ցավոք, Բաքուն միակողմանիորեն արհեստական նախապայմաններ է առաջ քաշում։ Ավելին, Ադրբեջանն ապատեղեկատվական արշավ է իրականացնում սահմանի երկայնքով հրադադարի ենթադրյալ խախտումների վերաբերյալ։ Հայաստանն էսկալացիայի ճանապարհով գնալու մտադրություն ամենևին էլ չունի։ Հակառակը Երևանը վստահության մթնոլորտ կառուցելու տարբերակներ է առաջարկել Բաքվին, այդ թվում հրադադարի խախտումները հետաքննելու, սահմանային շրջաններից զորքերը հայելային հետ քաշելու, սպառազինությունները փոխադարձաբար վերահսկելու միասնական մեխանիզմի ձևաչափով, սակայն ադրբեջանական կողմը դեռևս որևէ դրական արձագանք չի տվել Երևանի առաջարկներին։ Ռիփսիմե Գրիգորյանը գործընկերներին վստահեցրեց Հայաստանը քայլեր է ձեռնարկում կառուցելու վստահություն, հասնելու երաշխիքների հակամարտությունները վերջնականապես բացառելու համար։ Հայաստանը ձգտում է ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցությունները։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը կնպաստի Հայաստան-Թուրքիա սահմանի ապաշրջափակմանը։ Կոչ եմ անում քայլեր ձեռնարկել ու ստիպել Ադրբեջանին ստորագրել խաղաղության համաձայնագիրը, քանի որ տարածաշրջանի ժողովուրդներն արժանի են երկար սպասված խաղաղության։
Նիստին մասնակից միջազգային մյուս գործընկերները եւս կոչ արեցին Ադրբեջանին շարունակել պայմանագրի ստորագրումը, զերծ մնալով գործընթացն արհեստականորեն ձգձգելուց։ Նրանք հույս հայտնեցին, որ հայ ռազմագերիների ազատ արձակումն ու արագ հայրենադարձությունը համաձայն միջազգային իրավունքի եւ Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների էական քայլ կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի գործողությունները կապված են Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանի պայմանների կատարման հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Շաղրի Էրհանը Ստեփանակերտի Ղարաբաղ համալսարանում ընթացող քաղաքական ֆորումում։ Նա ընդգծել է, որ Անկարա-Երևան կարգավորումը հնարավոր է, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կծառայի Հարավային Կովկասում գործակցությանն ու ինտեգրմանը։ Այդ մասին էլ հայտարարել է Գերմանիայի տնտեսական զարգացման եւ արտաքին առևտրի դաշնային ասոցիացիայի ղեկավար Ուրս Ունկաուֆը։ Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հարավային Կովկասում կայունություն կապահովի։ Վագն Խաչատուրյանը եւս որնի դեպ աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է ամենամյա ներդրումային համաժողովում ունեցած ելույթում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Այցի ընթացքում տեղի է ունեցել նաեւ Խաչատուրյանի հանդիպումները Արաբական Միացյալ Էմիրությունների բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Աշխարհաքաղաքական փոփոխությունների եւ նախկին կանոնակարգերի վերանայման պայմաններում Հայաստանը որպես երկխոսության համար բաց, խաղաղասեր, ժողովրդավար եւ զարգացող տեխնոլոգիական տեսլականով երկիր կառուցում է ժամանակակից կենսունակ քաղաքական եւ մրցունակ տնտեսական համակարգ։ Այս մասին Աբու Դաբիում ընթացող ամենամյա ներդրումային համաժողովի ժամանակ ելույթում նշել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Մեր կարևորագույն կապիտալը կրթված աշխատասեր օրինապահ հասարակությունն է։ Կառավարությունների հերթին ներդրումների կատարում անհրաժեշտ ենթակառուցվածքներում տեխնոլոգիական աճին աջակցելու համար։ Ստեղծում են տեխնոլոգիական կենտրոններ ու պարկեր, ինչպիսիք են ԿՕԱՖ, Թումո ստեղծարար տեխնոլոգիական ուսումնական կենտրոնները, որոնք կենտրոնացած են երիտասարդ տղաների զարգացման ու մրցունակ սերնդի կրթության վրա։ Ժողովրդավարության զարգացմամբ Հայաստանը շարունակաբար ամրապնդում է երկրում արդար եւ մրցունակ տնտեսական միջավայրը, օրենքի գերակայությունը եւ անկախ դատական համակարգը, ինչն ուղղակիորեն նպաստում է ներդրումային միջավայրի հուսալիությանը, պաշտպանությանն ու զարգացմանը։ Իշխանությունների կողմից իրականացվող գործարար միջավայրի խորը եւ համապարփակ բարեփոխումների օտարերկրյա ներդրումների ներգրավման համար նպաստավոր պայմաններ են առաջանում։ Հայաստանն օրինական երաշխիքներ է տրամադրում օտարերկրյա ներդրողներին, ներառյալ սեփականության պաշտպանությունը, կապիտալի ազատ տեղաշարժը եւ թափանցիկ հարկային համակարգը։ Ըստ նախագահ Խաչատուրյանի վերջին տարիներին Հայաստանը բարձր վարկանիշներ է գրանցել միջազգային ինդեքսներում, այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են օրինակ ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը, տնտեսական ազատությունը, գործարար եւ ներդրումային ազատական միջավայրը։ Խաչատուրյանը տեղեկացրել է, որ Հայաստանն ունի ներդրումային պաշտպանության երկկողմ պայմանագրեր ավելի քան 40 երկրների, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Հայաստանն առաջարկում է մի քանի ազատ տնտեսական գոտիներ, որոնք բարենպաստ պայմաններ են ապահովում օտարերկրյա ներդրողների համար։ Այս գոտիներն առաջարկում են հարկային արտոնություններ, պարզվեցված մաքսային ընթացակարգեր եւ մուտք դեպի տարածաշրջանային շուկաներ։ Խաչատուրյանն իր գործընկերներին է ներկայացրել նաև Հարավային Կովկասում առկա մարտահրավերներն ու հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության գլխավոր առաջնահերթություններից է։ Մեր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին, որի կարևոր մասն է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված խաղաղության խաչմերուկ նախագիծը, որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ տնտեսական կապերի խթանման գործում։ Այս նախաձեռնությունը բացառիկ հնարավորություն է տալիս տարածաշրջանային կայունության, տնտեսական զարգացման եւ միջազգային առևտրային միջոցների գործարկման համար։ Նախագծի առանցքային գաղափարը կոմունիկացիաների զարգացումն է, ճանապարհներ, երթուղիներ, խողովակաշարեր, կապի մալուխներ եւ էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու եւ ի վերջո մարդկանց միջև շփումների հնարավորություններ ստեղծելու միջոցով, ինչը կարևորագույն բաղադրիչ է խաղաղության համար, ընդգծել է Խաչատուրյանը։ Հարավային Կովկասում բոլոր տարածաշրջանային ենթակառուցվածքների արտաշրջափակումը, պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգման, ինչպես նաև հավասարության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա բացառիկ հնարավորություններ կստեղծի բեռների եւ քաղաքացիների տեղաշարժի համար։
Նախագահը վստահեցրել է տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, ավելին հարավային Կովկասը պետք է վերածվի մի տարածաշրջանի, որտեղ չկան փակ սահմաններ, ինչն էլ իր հերթին կնպաստի տնտեսական գործակցության խորացմանը, մարդկանց միջև շփումների ակտիվացմանը, միաժամանակ ապահովելով ամբողջ տարածաշրջանի կայուն տնտեսական աճը։ Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի եւ ենթակառուցվածքների նախարար Սուհայլ Ալ-Մազուրին եւ Etihad Rail ընկերության գործադիր տնօրեն Շադի Մալակին։ Հանդիպման ընթացքում կողմերը համապարփակ քննարկումներ են ունեցել երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների վերաբերյալ։ Հատկապես շեշտադրվել է ենթակառուցվածքների, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների եւ այլ առաջնային ոլորտներում արկա գործակցային ներուժի կյանքի կոչման կարևորությունը։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի իրագործման վերաբերյալ։ Կողմերը համաձայնություն են ձեռք բերել համատեղ ջանքեր գործադրել ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Միացյալ Նահանգների կողմից անցած շաբաթ սահմանված մաքսատուրքերի հետևանքով աշխարհի գրեթե բոլոր ֆոնդային բորսաներում անկում է արձանագրվել։ Կտրուկ նվազում է արձանագրվել նաև կրիպտոարժույթի շուկայում։ Տարբեր երկրներ արդեն իսկ հայտարարել են պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին։ Մինչև միջազգային դերակատարները փորձում են ելքեր գտնել ստեղծված իրավիճակից եւ բանակցել Թրամփի հետ, Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ մաքսատուրքերի շնորհիվ նավթի ու պարենի գները Միացյալ Նահանգներում նվազում են, ավելին շաբաթական միլիարդավոր դոլարներ են հոսում երկիր արդեն գործող մաքսատուրքերի հաշվին։ Մինչև տարբեր երկրների կառավարությունները քննարկում են ինչպես արձագանքել Միացյալ Նահանգների կողմից անցած շաբաթ սահմանված մաքսատուրքերին, աշխարհի բոլոր ֆոնդային բորսաներում անկում է արձանագրվում։ Եվրամիության առևտրի նախարարները Լյուքսեմբուրգում հավաքվել են եվրոպական պատասխան պատժամիջոցների արկղը Միացյալ Նահանգների առաջ բացելուն։ Պաշտոնական Փարիզն ու Բերլինն օրինակ գործընկերներին առաջարկում են նոր մաքսատուրքեր սահմանել ամերիկյան տեխնոլոգիական հսկաների նկատմամբ։ Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրների հետ շուտով կներկայացնի ամերիկյան այն ապրանքների ցանկը, որոնց վրա լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանվեն։ Այդ ցուցակում ընդգրկված են հացահատիկային ապրանքներ, միս, գինի, փայտ, հագուստ, մաստակ, փոշեկուլ եւ այլն։ Չինաստանն արդեն իսկ հայտարարել է ամերիկյան ապրանքների նկատմամբ համարժեք 34% մաքսատուրք սահմանելու մասին։ Որոշումն ուժի մեջ կմտնի առաջիկա 5 շաբթին։ Մինչև աշխարհի մյուս երկրները փորձում են համարժեք մաքսատուրքերի սահմանմամբ հակադարձ հարված հասցնել Թրամփին, Սպիտակ տան ղեկավարն իր որոշումն այսպես է հիմնավորում։ Նոր մաքսատուրքերը դեղամիջոց են ամերիկյան տնտեսության համար։ Երբեմն ինչ-որ բան շտկելու համար պետք է դեղ խմել։ Ավելի քան 50 երկիր արդեն դիմել է Սպիտակ տուն առևտրային տուրքերի վերաբերյալ բանակցություններ սկսելու առաջարկով։ Եթե Պեկինը չչեղարկի ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան մաքսատուրքերը, ապա ապրիլի 9-ից ԱՄՆ-ն Չինաստանի նկատմամբ 50% լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի։ Բացի այդ, բոլոր բանակցությունները Չինաստանի հետ կդադարեցվեն։ Հիշեցնենք, որ Սպիտակ տան Վարդերի այգում իր ելույթի ժամանակ Թրամփն ասել էր, որ համընդհանուր 10%-անոց մաքսատուրքը գրեթե բոլոր երկրների համար ուժի մեջ կմտնի ապրիլի 5-ից, մինչդեռ ավելի բարձր այսպես կոչված փոխադարձ մաքսատուրքեր կգործեն ապրիլի 9-ից։ Թրամփի այս որոշումը ցնցում առաջացրեց համաշխարհային տնտեսության մեջ։ Թրամփը նաև թիրախ է դարձրել այն երկրները, որոնց միջոցով չինական ընկերությունները զարտուղի ճանապարհով ապրանքներ են հասցնում ամերիկյան շուկա, ներառյալ Վիետնամը, որը կբախվի նոր մաքսատուրքի 46%-ի չափով։ Նոր մաքսատուրքերի պայմաններում չինացի արտահանողներն էլ ստիպված կլինեն իջեցնել գները, նաև այդ ապրանքներն ուղղել այլ շուկաներ։ Սա իր հերթին կարող է ակտիվացնել չինական էժան ապրանքների հոսքն ամբողջ աշխարհում։ Բրյուսելը հայտարարել է, որ արդեն իսկ վերահսկում է այս իրավիճակն ու պատրաստում հակաքայլեր պաշտպանելու իր արտադրողներին։ Ֆոն դեր Լեյենը նշել է, որ Չինաստանը կարևոր դեր ունի մաքսատուրքերից առաջացած առևտրային շեղումները կարգավորելու համար։ Դա ակնարկ է, որ Միացյալ Նահանգների շուկայի համար նախատեսված ապրանքները կարող են վաճառվել Եվրոպայում Թրամփի մաքսատուրքերից խուսափելու համար։ Ըստ տնտեսագետների, Պեկինի հետ Վաշինգտոնի առևտրային պատերազմի սրումը կհանգեցնի նաև գլոբալ հետևանքների, որոնք ծանր հարված կլինեն Եվրամիության համար։ Ըստ նրանց, այն կազդի նաև Եվրոպայի դեղագործական արդյունաբերության վրա, որը մեծ ծավալի արտադրանք է արտահանում ամերիկյան շուկա։ Ավելին, այն կնպաստի եվրոպական երկրների տնտեսական աճի դանդաղեցմանը, նույնիսկ կարող է աշխատատեղերի կորստի պատճառ դառնալ առանցքային ոլորտներում։ Ըստ ֆինանսական ծառայությունների կանխատեսումների, iPhone-ի գինն օրինակ Միացյալ Նահանգներում կարող է աճել 30-ից 40%-ով։ Նմանատիպ տոկոսային աճ է կանխատեսվում նաև այլ շուկաների համար։ Թրամփի մաքսատուրքերի պատճառով Audi-ն եւս դադարեցնում է մատակարարումները Միացյալ Նահանգներ, բայց Միացյալ Նահանգներում Audi-ի
պահեստներում գտնվող մոտ 37,000 մեքենաների վրա մաքսատուրքերը չեն տարածվի, ուստի դրանց վաճառքը կշարունակվի։ Ի դեպ, կտրուկ արժեզրկում է նկատվում նաև կրիպտոարժույթի շուկայում։ Դրան զուգահեռ Միացյալ Նահանգների ֆոնդային շուկան էլ 10 րոպեում կորցրել է ավելի քան 21 տրիլիոն դոլար։ Բորսայի բոլոր ընկերությունների գների քարտեզը դադարել է ցուցադրել տվյալներ, այսպես ասած իրական ժամանակում։ Ի դեպ, Թրամփի մաքսատուրքերից հետո աշխարհի ամենահարուստ 500 մարդիկ մեկ օրում կորցրել են 208 միլիարդ դոլար։ Մարկ Ցուկենբերգը կորցրել է 17,9 միլիարդ, Ջեֆ Բեզոսը 15,9 միլիարդ, Իլոն Մասկը 11 միլիարդ դոլար։ Մաքսատուրքերի վերաբերյալ քաղաքականության հարցում, սակայն Իլոն Մասկը համակարծիք չէ Թրամփի հետ։ Ի վերջո ես հուսով եմ, որ համաձայնություն ձեռք կբերվի, եւ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները իմ կարծիքով պետք է անցնեն զրոյական մաքսատուրքերի, ըստ էության, ստեղծելով ազատ առևտրի գոտի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի միջև։ Ես հուսով եմ, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան կկարողանան շատ սերտ գործընկերություն հաստատել։ Եթե մարդիկ ցանկանում են աշխատել Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում, նրանց պետք է թույլ տալ դա անել։ Սա իմ խորհուրդն է նախագահին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի օտարերկրի ապրանքների վրա սահմանված բարձր մաքսատուրքերից, քանի դեռ այդ երկրները չեն հավասարակշռել իրենց առևտուրը Միացյալ Նահանգների հետ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը, Ուկրաինայի նախագահը պնդում է, որ երկրի արևելքում Ռուսաստանի կողմից նաև չինացիներ են կռվում։ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով օրերս ուկրաինացի զինվորականները երկու չինացի զինվորականների են գերեվարել։ Մեր զինծառայողները Դոնեցկի մարզում մարտի են բռնկվել 6 չինացիների հետ, որոնցից 2-ին հաջողվել է գերեվարել։ Ի տարբերություն Հյուսիսային Կորեայի զինվորականների, չինացիները մասնակցում են ոչ թե Ռուսաստանի, այլ հենց Ուկրաինայի տարածքում ծավալվող ռազմական գործողություններին, պնդել է Զելենսկին։ Նրա խոսքով այդպիսով Չինաստանը դարձել է հերթական պետությունը, որը անթաքույց աջակցություն է ցուցաբերում Մոսկվային։ Միջազգային նորություններն էլ առաջարկում են դիտել տեսաշարով։ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպմանը խոսելով Գազայի հատվածում զարգացումներից շեշտել է ցանկանում է, որ պատերազմն ավարտվի։ ԱՄՆ նախագահը նշել է, որ Գազայի հատվածը որպես անշարժ գույք անհավանական կարևոր օբյեկտ է եւ հավելել, որ լավ կլիներ նաեւ այնտեղ ամերիկյան խաղաղապահ ուժեր ունենալ, որոնք կվերահսկեին Գազայի հատվածը։ Եթե պաղեստինցիներին տեղափոխենք տարբեր երկրներ, ազատ գոտի կստանանք, որտեղ ամեն օր մարդկանց չեն սպանի եւ այն կվերածվի հիասքանչ վայրի։ Զարմանում եմ, որ Իսրայելը ժամանակին հրաժարվել է դրանից։ Մանրամասնել է ԱՄՆ նախագահը։ Իսրայելի վարչապետն էլ հայտնել է, որ ամերիկյան կողմի աջակցությամբ աշխատում են Համասի մոտ պահվող գերիներին վերադարձնելու ուղղությամբ։ Խոսելով Սիրիայից, Նեթանյահուն նշել է, չի ցանկանում, որ որևէ մեկն օգտագործի Սիրիան Իսրայելի վրա հարձակվելու համար, այդ թվում Թուրքիան։ Թրամփի հետ քննարկել ենք ինչպես կարող են խուսափել հակամարտությունից, քանի որ Վաշինգտոնը լավ հարաբերություններ ունի Անկարայի հետ, նշել է Իսրայելի վարչապետը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր վարչակազմը պաշտպանական բյուջեն պատրաստել է մոտավորապես $1 տրիլիոն ընդհանուր ծավալով։ Միացյալ Նահանգների նախագահն այդ հայտարարությունն արել է քննարկելով Եմենում Հութի ամսնամների դեմ գործողությունը։ Ինչպես նշում են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները, ռազմական բյուջեի վերաբերյալ Թրամփի մեկնաբանությունները դարձել են անակնկալ, որովհետև սպասվում էր, որ դրա նախագիծը կներկայացվի մայիսի վերջից ոչ շուտ։ Իսրայելական բանակի օդային եւ հրետանային ռմբակոծությունների հետևանքով Գազայի հատվածում մեկ օրում 60 զոհ է գրանցվել։ Գազայում կառավարական լրատվական գրասենյակը հայտնել է, որ եւս մեկ լրագրող է զոհվել։ Այդպիսով պատերազմի ընթացքում զոհված լրագրողների թիվը հասել է 211-ին։ Գրասենյակը հայտարարություն է տարածել կոչանելով աշխարհի բոլոր մեդիա հաստատություններին դատապարտել Իսրայելի կողմից Գազայի հատվածում լրագրողների նկատմամբ իրականացվող հանցագործությունները։ Տեղեկությունների համաձայն ապրիլի 8-ի լուսադեմից ի վեր Գազայի հատվածի մի քանի շրջանների վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով 15 պաղեստինցի է զոհվել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջին անգամ պաշտոնապես հաստատել է ուկրաինացի զինվորականների ներկայությունը Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզում։ Նրա խոսքով Ռուսաստանի Դաշնության սահմանամերձ շրջաններում ակտիվ գործողությունները հիմնավորված պատասխան են ռուսական հարձակմանը։ Շարունակում ենք ակտիվ գործողություններ իրականացնել սահմանամերձ շրջաններում թշնամու տարածքում եւ դա միանգամայն արդարացի է։ Պատերազմը պետք է վերադառնա այնտեղ, որտեղից եկել է, ասել է Զելենսկին։ Նա նշել է, որ այդ գործողությունների հիմնական նպատակը Սումի եւ Խարկովի պաշտպանությունն է, որոնք պարբերաբար գնդակոծվում են Ռուսաստանի կողմից։
Առնվազն 24 մարդ է զոհվել Ամերիկայի Միացյալ Նահանգների 7 հարավային եւ կենտրոնական նահանգներում չդադարող տեղատարապանձրևների եւ փոթորիկների հետևանքով։ Ըստ ամերիկյան պարբերականների 10 մարդ է զոհվել Թենեսիի նահանգում, որտեղ տեղատարապանձրևի հետևանքով սկսվել են պտտահողմեր եւ հեղեղումներ։ 5 մարդ է զոհվել Կենտուկիում, 3-ը Միսսուրիում եւ 2-ական Արկանզասում եւ Ջորջիայում։ Ինդիանայի եւ Միսիսիպիի իշխանությունները հայտնել են մեկական զոհի մասին։ Արկանզասում զոհերի թվում կա 5 տարեկան երեխա, որը մահացել է տան վրա ծառի ընկնելու հետևանքով, նաև 16-ամյա կամավոր Հրշեջ։ Այսքան այս ժամի համար ցտեսություն։